Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցում 2014 թվականը համարում են հաջողությունների ու նոր ձեռքբերումների ուսումնական տարի։ Դպրոցի տնօրեն Հայկ Սիրականյանը եւ դպրոցի սաները ողջավորությամբ են պատմում տարվա ընթացքում մրցույթ փառատոնների մասնակցության, իրենց մրցանակների ու հաջողությունների մասին։ 2014 թվականին մասնակցել ենք դուդուկի փառատոնի, որը կայացավ բացումը Երևանում, Աշտարակում եւ Գավառում, իհարկե մենք մասնակցեցինք, Գյումրվա վերածնունդ փառատոնին ենք մասնակցել, ունեցել ենք առաջի տեղ։ 14 թվականը երեխաների համար բարեհաջող տարի էր, ահագին նվաճումներ ունեցան։ Երևանում Նարեկանցի կենտրոնը կազմակերպել էր դուդուկի փառատոն, Ձոն դուդուկի սերունդների երկխոսությունը մենք իհարկե մասնակցեցինք եւ երեխաները մեծ բարայեղ համերգի մասնակցեցին։ Ես որպես Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի դասատու կարող եմ ասել, որ այս տարի բազմաթիվ հաջողություններ ունեցանք, այն առումով, որ մեր երեխաները ունեցան բազմաթիվ համերգներ եւ Գավառում եւ Երևանում։ Ասեմ, որ երեխաները շատ ընդունակ են, շատ պարտաճանաչ, միշտ գալիս են դասերի պատրաստ եւ ամենակարևորը, որ նրանք ցանկանում են դառնալ դուդուկահար։ Լավ դուդուկահար։ Հայկ Սիրականյանը հավելեց նաև, որ 2014 թվականը նշանավորվել է Գավառում վարպետաց դասերի կազմակերպմամբ եւ անցկացմամբ։ Այս ամենին իր անմիջական մասնակցությունն է ունեցել դուդուկահար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը։ Դուդուկի դպրոցում առաջին դասարան եմ, իմ ուսուցիչները Հարություն Նեչքոլյան, Կարեն Սիրականյան եւ Գևորգ Դաբաղյան։ Ինձ համար մեծ պատիվ է, որ իրանք ինձ սովորեցնում են, ես հույս ունեմ, որ իրենց աշխատանքը ինձ կդարձնի մեզ դուդուկահար։ Դուդուկի դպրոցի ուսուցիչ Հարություն Չքոլյանը իր խոսքում կարևորեց Գավառ քաղաքում մասնագիտացված դուդուկի դպրոցի գործունեությունը, ինչն այսօր հնարավորություն է տալիս գործիքը սիրողներին եւ հետաքրքրվողներին ստանալու մասնագիտական կրթություն։ Դուդուկի դպրոց իր տեսակով դա եզակի է եւ Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցը առաջինն է Հայաստանում եւ ես որպես գավառցի այստեղ ծնված եւ մեծացած միայն ուրախանում եմ այդ փաստով, որ մեր քաղաքում կա դուդուկի դպրոց։ Դուդուկը այն նվագարանն է, որը որ ներկայացնում է Հայաստանը աշխարհով մեկ։ Եվ ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու մեր հայկական նվագարանը, մեր մշակույթը տարբեր երկրներում։ Միայն ցանկանում եմ, որ մեր փոքր սերնդի ներկայացուցիչները, ապագա սերնդի ներկայացուցիչները հասնեն առավելագույնին եւ նրանք թող նույնպես կարողանան այս գեղեցիկ գործիքը, հայկական ծիրանափողը ներկայացնել աշխարհով մեկ։ Շատ լավ էր, որ բացվեց Գավառում նման դպրոց Գևորգ Դաբաղյանի անվան, նա մեզ փորձ ու գիտելիք է ձեռք բերում, թույլ է տալիս շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց մենք հեռուստացույցով ենք տեսնում եւ իսկ հիմա շփվում ենք նրանց հետ եւ նրանց տված գիտելիքներն են կերտում։ Պատանի դուդուկահարներն ու նրանց ուսուցիչները ներկայացրին նաև 2015 թվականին կատարվելիք աշխատանքները, որոնք կերտում են դուդուկահար դառնալու դժվարին, բայց ցանկալի տեսլականը։ 15 թվականին մենք պատրաստում ենք նոր ծրագրեր, նոր թափով երեխաների հետ պարապենք։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանից միշտ մեր կողքին լինելու համար, մեզ աջակցելու համար։ Ասենք, որ Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցը գործում է արդեն 6 տարի եւ արդեն հասցրել է տալ շրջանավարտներ, իսկ դպրոց հաճախող աշակերտները հաճույքով են ծանոթանում հայկական ծիրանափողի գաղտնիքներին, որոնք նրանց փոխանցում են արհեստավար ու իրենց գործը սիրող մասնագետներ։ Ալվարդ Մանուկյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։